կազմակերպված չենք։ 65% ստարտափերը ձախողում են լուրջ թիվ է, էլի, որովհետև կամ սխալ հիմնադիր են ընտրել, կամ սխալ թիմ են ընտրել։ Մեր Սասունցի Դավիթը ազնիվ էր, աճել ուրիշ ճանապարհ չկա, քան սովորելը։ Հիմնադիրը, մենեջմենթը ինչ որ բան է խոստանում, կարող ես իրագործել, հա, կարաս Այդ միշտ պատման է։ ասես էլի, որ չես արել։ Դու ժամը 6-ին գնում ես տուն, թիմը ժամը 6-ին գնալ է տուն։ Այդ էներգիան որտեղից։ Իմ ամենամեծ սխալներից մեկը էր, որ նպատակ ֆինանսական էի դրել։ Մի Հայաստանում մի տուն կա, որ վախենում են գումարից, ամաչում են գումարից կամ չգիտեմ։ Այսինքն նպատակը ինքը գումարի մասին չի, նպատակը ինքը արժեքի մասին է։ Փողը պետք է լինի հետևանք, ոչ թե նպատակ։ Գործարար եմ հանդիպել, որ ասում է չեմ աճում, որովհետև կադրես չունեմ։ Հիմա ավելի լավ մեռնեմ, քան թե իմանամ իմ ընկերը, որ ինձ ուզում է թունավորի։ HR-ը շատ ավելի բարդ է, քան առաջայացքից ոլորտում պատկերացնում։ Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի։ Բարև ձեզ եւ բարի գալուստ HR podcast-ի հերթական էպիզոդ։ Այսօրվա իմ հյուրն է Վահրամը Միրաքյան։ Վահրամը հանդիսանում է Մանթաշյանց բիզնես ակումբի համահիմնադիր ղեկավարը։ Նա ֆանտաստիկ աշխատանք է անում իր թիմի հետ մեկտեղ Հայաստանի եւ ամբողջ աշխարհի գործարարներին միավորելու եւ համագործակցային դաշտեր ստեղծելու աշխատանքում։ Մենք միասին անդրադարձել ենք ձեռներեցության, մենեջմենթի, կառավարման եւ HR ոլորտի խաչմերուկային հարցերին։ Վահրամն անդրադառնալու է թե թիմի կառավարման ինչ կարևոր հիմնաքարեր կան, ինչպես են սխալվում հայ գործարարները այս հարցում եւ թե ինչ կարևորություն ունի HR-ը բիզնեսի զարգացման տարբեր էտապներում ըստ իր փորձառության։ Միրաքյան ջան, ո՞նց ես։ Հրաշալի դու։ Լավ, ո՞նց անցավ քո ամերիկյան թրիփը։ Շատ լավ, հրաշալի։ Դենց տարբեր։ Երկար է, չէ՞, որ ստեղ չէիր ոնց որ թե։ Չէ, ընդհանուր մի 15 օր։ 15 Բայց խիտ էր ահագին, երկու ամերիկյան քաղաք, Վաշինգտոն, Լոս Անջելես, հետո Պրագա։ Արի այն մարդկանց համար, որ քեզ չեն ճանաչում, ասես դու ինչով ես հիմա զբաղվում ու այդ թրիփերն էլ որ հասկանան ինչ մասի է։ Մանթաշյանցի կառավարումով եմ զբաղվում, տենց որպես համահիմնադիր եւ նախագահ։ Տենց մենք 24 մասնաճյուղ ունենք ու մենք գործի մի մասն է որ գնալ արտերկիր, հիմա դե զարգանում ենք հիմնականում Հայաստանից դուրս, ու հիմնական գործի մի մասն է գնալ արտերկիր եւ այնտեղ ներգրավել վարակել հայ գործարարներին Մանթաշյանցի գաղափարախոսությամբ։ Որ ասեմ հեշտ գործ է, սխալ կլինի ու տենց շատ տենց անհնարինին մոտ գործ ենք անում, էլի կարելի ասել, որովհետեւ տենց մենք շատ մեծ բան ունենք, վստահության կուրս ունենք։ Բիզնես ակումբ հասկացան նկատմամբ։ Հայկական կազմակերպության հասկացան նկատմամբ։ Հասկացա։ Այսինքն հայկական ծագման ցանկացած կազմակերպություն ի սկզբանե չեն հավատում։ Դու գալիս ես ասում ես ես հայկական այսինչ կազմակերպություն եմ ստեղծում, դա կլինի մշակութային, դա կլինի բիզնես, դա կլինի կրոնական, դա կլինի ինչ ուզում ալի։ Հետ են։ Արդեն չեն հավատում, հա։ Բայց իսկը գտել եք ինչ որ ֆորմուլա։ Հա, ինչ որ բան գտել ենք, հա, դժվար է գնում նոր շուկաներում հատկապես, որտեղ մեզ չգիտեն, ասենք Վաշինգտոնում օրինակ մոտ արպես կեսը 50-60 գործարար հավաքվել, մոտ կեսը մեր մասին չգիտեին։ Առաջին անգամ է։ Առաջին անգամ են լսում մեր մասին, հա, այդ դժվար է։ Այդպես։ Իսկ կան կոնկրետ երկրներ պլաններ 2026-ի համար արդեն։ Հա, շատ, մոտ մի 10 ունենք մեր նախագծում 10 երկիր։ 10 քաղաք, լավ sense ասեմ։ Դե մենք քաղաքներով ենք զարգանում, ոչ թե երկրներով, օրինակ Գորիսն է շուտով արդեն 18-19 կբացվենք։ Սյունիքում երկրորդը կապանում ենք, հիմա Գորիս, Սյունիքը ոնց որ մեր համար ստրատեգիական է, էլի շատ ենք ուզում այդ ուղղությամբ վրա աշխատենք։ Բան Կիպրոս կա պլաններում, Մարսել կա պլաններում, Լոնդոն կա պլաններում, Վաշինգտոն կա պլաններում։ Այդպես էլի, դենց հիմա նույնիսկ կարող չի շատ։ Աշխարհագրություն։ Հա, Վան կա, ինչ էր անունը ռուսականը։ Պիտի գործ կա պլաններում, դենց։ Հրաշալի է։ Ձեզ մեզ լիքը հաջողություն այդ ճանապարհին։ Շնորհակալ եմ։ Այսօր ուզում խոսենք ձեռներեցության, մարդկանց կառավարման, մի քիչ մարդկային ռեսուրսների, խաչմերուկների վերաբերյալ, քո փորձի, քո փորձառության արդյունքում ինչու է տենց, որ բիզնեսի թվերի մասին թվերի կարևորություն բոլորը հասկանում են, պրոդուկտի կարևորությունը հասկանում են, ինվեստորների կարևորությունը բոլորը հասկանում են։ Երբ որ հերթը հասնում է մարդկանց, սկսվում են այդ կույր կետերը ու թերարժևորումները։ Հարցի մեջ պնդում կա, ես տենց համաձայն չեմ, որ միշտ այդպես է, բայց այդպիսի միտում կա, որովհետև ինձ թվում է գալիս է տենց
չեմ սիրում ամեն ինչ գցել սովետի վրա, բայց այտենց գալիս է այդ միտումից, որովհետև մենք բիզնես մշակ չի եղել մեր մոտ։ 90-ականներին է եղել, չէ՞, մինչև այդ քրեական հոդված էր հասնում ձեռներությամբ զբաղվել։ 90-ականներին սկսվելու այտենց չպլանավորված եւ չկազմակերպված է սկսել բիզնեսով զբաղվելը, ու դա բերել է նրան, որ ձեռներները արել են ինչ որ իրենց ինտուիցիան հուշել։ Իսկ ինտուիցիան հուշելը, որ պետքա փողը հաշվես ավելի շատ, պետքա վստահելի մարդկանցով շրջապատվես, ասենք դենց ընկերների հետ սկսես եւ այլն, ինչ որ տես կետեր կա, որ անում են, որը մեկ-մեկ սխալը, մեկ-մեկ ճիշտ է ստացվում նայած որ ժամանակ եւ այլն, ու որոշ գործարներ հետագայում սովորել են, ասենք, սկսել 90-ականից հիմա արդեն սովորել են, հասկացել են թիմ եւ այլն այդ մեթոդներով դրսից կրթություն մարդկեմպերը սովորել են, որոշները չեն սովորել, չսովորածները չեն էլ աճել, որովհետեւ դա բիզնեսի ինչ է, ինչքան սովորում ես, այնքան աճում ես, էլ դու աճել ուրիշ ճանապարհ չկա, քան սովորելը բիզնեսում, որտեվ եթե աճեցիր առանց սովորելու, պայթեցնելու ես այդ աճի արդյունքները որ ժամանակ հետո։ Այսինքն դրա համար աճելը պետք է զուգորդվի սովորելով միշտ, կամ սովորելը պետք է զուգորդվի աճելով բիզնեսում։ Այդպես իստում այդ միտումն է, որ մեր մոտ այնց կազմակերպված չենք մենք, հասկանաք, մինչև հիմա մեր համալսարանները պետական նորմալ կրթություն չեն տալի բիզնես թեմայով։ Շատ այլ թեմաներով կրթություն չեն տալիս, բայց բիզնես թեմայով առավել ևս, այսինքն գնացեք կառավարման ակադեմիան կամ, չգիտեմ, կառավարման պետական համալսարանը ավարտած ուսանողներ են բերեք, իրենք կառավարումից գաղափար չունեն, ասենք մի երկու պրիմիտիվ գիրք են անցնում, 3 տեսություն են անցնում կառավարման թեմայով, բայց ոչ մի, պատրաստ չեն կառավարման, կամ պատրաստ են նրանք, ովքեր որ անձնական նախաձեռնողականությամբ ինչ-որ այլ ռեսուրսներից են սովորում կամ փորձ են ձեռք բերում այլ ռեսուրսներից եւ այլն։ Այսինքն եւ կար չկազմակերպվածություն եւ կա փորձի բարձրակայություն, իսկ մտես կուտակվել է դրա համար։ Կրթության բացերը ավելի հիմնականում է, էլի, քան առաջի հայացքից թվում է։ Okay, ես էլ եմ իրականում համաձայն, որ այդտեղ դրական շարժ ունենք, լիք բաներ փոխվում է, լիք բաներ արդեն ահագին այնչի ինչ որ 10-15 տարի առաջ, կարծում եմ քո փորձառությունը այդտեղ ահռելի է հենց հայ հիմնադրերի հետ, կառավարման լուրջ որոշումներ կայացնող մարդկանց հետ։ Այ հիմնվելով արդեն Մանթաշյանցի եւ քո փորձառության վրա, որտեղ է այն գիծը, որտեղ որ սկսում են հասկանալ արդեն ճիշտ համալրման, մարդկանց ճիշտ կառավարման կարևորությունը։ Տարին մոտավորապես 1200 հանդիպում ունենում, ես վերջերս հաշվեցի, անհատական հանդիպում գործարարների հետ Հայաստանից դուրս։ Երևի կեսից կարող է 60%-ը մոտավորապես Հայաստանում, մնացած Հայաստանից դուրս։ Ու երբ է այդ հարցը առաջանում, երբ որ սկսում է ինչ-որ բան պայթել ընկերությունում ու կարիք կա թիմը մեծացնելու, ու թիմը իրեք ոնց ասենք, բիզնեսը ինչ-որ լեվելներով աճում, ու ամեն լեվելի համար կազմակերպչական եւ ռեսուրսային ինչ-որ այլ մոդելի պետք է անցնես։ Այսինքն օրինակ սկզբնական level-ը դա հերոսների թիմն է։ Դենց ես HR-ական տերմիներով կարող չեմ ասում, բայց ասենք հավաքվում է 4-5 հոգի, իրենք բոլորը հերոս են, իրենք աշխատում են օրը 20 ժամ այդ ստարտափային փուլում, էլի սկսնական փուլում։ Իրենք իրանց ճղում են, քնում են գրասենյակում, բան, իրենք մի ընտանիք են եւ այլն։ Հետո գալիս է մի փուլ, որ արդեն կազմակերպչական պետք է մտնել։ Այդ հերոսների փուլը դες մինչև դες 20-30 հոգի կարա հասնի 20-30 հոգուց հետո չի աշխատում այդ հերոսները, արդեն կազմակերպչական բաներ են պետք, էլի ինչ որ ենթակառուցվածքներ են պետք։ Ու այդ ավատ որ այդ շատերը վախենում են գնան կազմակերպչական ենթակառուցել, քանի որ դեմ են լինում այդ մարդիկ։ Այդ 20-30 հոգին, որոնք որ հավատարիմ են եղել առաջի 4 տարին, իրանց կամ 2 տարին կամ չգիտեմ մի տարին, ու իրանց միջոցով կայացել այդ կառույցը, հենց իրենք են սկսում խոչընդոտ դառնալ դրա համար, որովհետև իրենք արդեն զգում են որ հողը անկայուն է իրենց ոտքի տակ, այն մարդիկ ովքեր չեն ուզում փոխվեն։ Այդ թիմից մարդիկ որ ուզում են փոխվել, բայց այդտեղ ցավոք կորս առանց կորսների չի լինում, ու շատերը այդ էմոցիոնալից ելնելով վախենում են գնալ այդ կորսները ու դրանց ձգվում է այդ փուլը։ Հետո գալիս է մյուսը, որ դու կազմակերպչական ինչ-որ բաներ ես մտցնում, ասենք մենեջմենտի կանոններով, բան, ասենք ամեն հարցը չի որ հիմնադիրն է որոշում կայացնում, հիմնադրի հետ ուղիղ կապ չեն ունենում իրենք եւ այն պրոցեսները ինչ որ սկսում եւ այն, որը էլի գիտելիք է պետք որ անցնես այդ փուլին, հետո դրանց հետո պետք է արդեն մենեջմենտի այլ սխեմաներ կազմվի եւ այլն, այս ամեն փուլում HR մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրների առաջ են կանգնում գործարարները ու շատերը չեն կարող լուծեն ու բիզնես դրանից դժում է ու իրենք չեն կարողանում աճեն, իրենք իշքան գործարար եմ հանդիպել, որ ասում է չեմ աճում, որովհետև կադրեր չունեմ։ Այսինքն HR-ը պատճառով չի աճում, որովհետև չունի ոչ թե կադրեր չունել, հարցը սխալ է, հարցը ամենակարևոր բանն է, հիմա ասենք աշխարհում ամենակարևոր բանը ճիշտ հարց ձևակերպելն է։ Դեռ պատասխան գտնելը շատ հեշտ է։ Արհեստական բանականության կարած ճիշտ հարց տաս, ինքը կպատասխանի քեզ։ Ունիկալ ժամանակաշրջան է հիմա։ Կարևոր է։ Հիմա ունիկալ, հիմա այդ մարդ սխալ
հարց է տալիս, ասում եմ, ես կադրեր չունեմ, դրա համար չեմ զարգանում։ Իրականում պետք է ասի, ես մարդկային ռեսուրսների կառավարման գիտելիքներ չունեմ կամ ռեկրուտինգի գիտելիքներ չունեմ, հա, դրա համար չեմ կարող աճեմ։ Ու շատ եմ հանդիպել, ասում եմ, եթե հա մարդ լինի, բիզնես գիտես, ոնց կաճի ես, ասենց կանոն, բայց մարդ չունեմ։ Այդ տենց ցավալի է, ու շատերը հենց դրա պատճառով չեն էլ աճում։ Գլոբալ իմ կարծիքով բիզնեսը դա ֆինանսիստի եւ HR-ի մասնագիտության համատեղելություն է պայմանով, որ համատեղելու հետ զուգահեռ այդ մարդը պետք է կարողանա երազել։ Սակայն պետք է կարողանա երազի, պետք է լինի լավ ֆինանսներ հաշվող եւ լավ HR, վերջ ուրիշ պետք չէ մարդու գործարին, հա։ Երազի, մարդկային ռեսուրսների կառավարման ֆունկցիա, ֆինանսի Եվ ֆինանսական հաշվի մեջ էլի, այտենց մեկը որ լինում է, այտենց մեկը լինում է, մեկը չի լինում, հա, դուժում ես, էլի ես օրինակ ֆինանսական թևից թույլ եմ ու դրա պատճառով դուժում եմ ժամանակ առ ժամանակ։ Հա, հասկացա։ Եթե հետ գնամ այդ մտքիդ, որ ցավոտ ճշմարտությունն է, կուզեմ իրան բարձրաձայնենք։ Այսինքն քո փորձառությամբ էլ HR-ի կարիքը սկսում ենք զգալ այն ժամանակ, երբ որ ինչ-որ մի բան ինչ-որտեղ չի աշխատում։ Հա, ու հաճախ չեն էլ հասկանում, որ այդ HR-ի կարիք ունեն իրենք, քանի որ չգիտեն այդ երևույթի մասին, էլի, հա։ Ասում են, չեմ կարողանում կադրեր գտնել, բիզնեսը չի զարգանում։ Չէ, ահավոր շատ եմ հանդիպել։ Ահավոր շատ, ասենք ասում հա, դե բիզնես զարգացում կախված է կադրերից։ Այդ նշանակում է ինքը HR-ը կարիք ունի, բայց չի պատկերացնում։ Ես մի տենց օրինակ բերեմ, ընկերներից մեկը վերջի 10 տարում շատ արագ մեծ զարգացող ընկերություն ունի, շատ արագ, ասենք, չգիտեմ, 30 հոգանոց թիմից դառել է 2000 հոգանոց թիմ։ Վերջի 10 տարում, օրինակ, հա, մոտավորապես հա 10-12 տարում այդ բանին հասել։ Լուրջ է։ Ու հա, ունի մոտավորապես 20-25 HR։ Ես հիշում եմ ժամանակը 5 տարի առաջ, 6 տարի առաջ մի HR ուներ ինքը։ Դրանից մի քանի տարի առաջ էլ HR չուներ ընդհանրապես։ Հիշում եմ այդ մի HR-ից հասել է 25 HR-ի։ Ինչու՞։ Որովհետև այդ մասշտաբի աճը սպասարկելու համար մի HR-ը բավարար չէր։ Բայց միևնույն ժամանակ ես ճանաչում եմ այդ ոլորտի ինչ-որ այլ մարդկանց, ովքեր որ ասում են չեն կարողանում աճել, քանի որ կադրեր չկա։ Ես միշտ ասում եմ, եղբայր, նայ ես օրինակ բերում եմ, էլի։ Մտես դու ես այդ նույն աշխատավարձ տալիս, ինքն էլ ու ինքը ավելի քիչ աշխատավարձ տալի, այդ որ 2000 աշխատողն ավելի քիչ է տալիս HR բրենդինգի արդյունքում։ Հա, ասում եմ, այս մարդը ես հենց, բայց ինքը ո՞նց է լուծել այդ հարցը։ Դու դրան նայ, էլի, այսինքն, եթե ինքը լուծել է, նշանակում է լուծում կա։ Հիմա դու HR ունես թե չունես, ինքը ասում է, չէ, չունեմ HR։ Վերջ, այսինքն ու էտա ցավալն է դա որ շատերը չեն գիտակցում որ հենց էտա պատճառը, բայց հեսա ռոբոտները կլինեն HR հարցը կլուծի, ռոբոտների համար HR պետք չէ, չէ՞։ Հա, ես իմ դու կարծում ես HR-ը կփոխարինվի ռոբոտներով։ HR-ը չգիտեմ, բայց աշխատողները կփոխարինվեն ու հետեւաբար HR պետք չի լինի, որ աշխատողներին սպասարկի նա։ Այդտեղ երկու կարծիք կա, մեկը ասում է AI-ը մարդկանց կփոխարինի, բացարձակ, մյուսն էլ հայտնի կարծիք ասում է AI-ը չի փոխարինի մարդկանց, բայց այն մարդիկ կփոխարինեն, ովքեր AI-ից օգտվում են, AI-ին դիապ։ Դե հա, այդ բանն է, այսինքն ոչ թե կրճատենք, այլ ուժեղացնենք մեր կադրերի հնարավորությունները, բայց ցավոք շատ դեպքերում աշխատում է կրճատել, որովհետև տեսանք ինչքան IT Facebook իր 30%-ին գործեցա հանեց եւ այսինքն իրանց չեն կարող ուժեղացնել իրենց աշխատողների հնարավորությունները, չէ, իրար չի կարային, բայց ուզում եմ ասեմ մեկ տարբեր չկա։ Այսօր չէ սովեր մեր տեխնոլոգիական ոլորտի կարծեմ Կարեն Ներդերցյան, կարծեմ իր հետ ենք խոսում, ասաց որ Սիլիկոնյան հովտում էլ սկսնակ մակարդակի ծրագրավորող չկա, սկսնակների հարցը ամբողջովին լուծված է հայաստական բանակցությամբ։ Իդեպ հենց IT-ում է, չեմ հիշում որ տարվա ստատիստիկա, բայց 65% ստարտափերը ձախողում են, լուրջ թիվ է, էլի, որովհետև կամ սխալ հիմնադիր են ընտրել, կամ սխալ թիմ են ընտրել, այսինքն ուղղակի IT լավ է, նա IT-ում HR-ի դերը բավականին գիտակցված է, նաև Հայաստանում։ Մեր մոտ ինտելեկտուալ հենք բիզնեսներ են, ինտելեկտուալ հենք բիզնեսներում գիտելիքով են իրենք առաջնորդում, բայց գիտելիքով եթե առաջնորդում ես, նաև առնչվում ես այդ հարցին, որ սենց պետք է լուծել այդ հարցը։ Մեկ է այդ միջազգային փորձը շատ է իրանց դեպքում, որտեղ դե հիմնականը Հայաստանից դուրս ծառայություն կամ պրոդուկտ են մատուցում։ Մեր ոդկասթի հիմնական գործընկերն է Magnus HR-ը։ Magnus HR-ը հանդիսանում է HR եւ հավաքագրման ծառայություններ մատուցող ընկերություն։ Մեծ բիզնեսները եւ ընկերությունները դիմում են տարբեր հարցերով, սկսած ինչպես գտնել լավագույն աշխատակիցներին, ինչպես պահպանել թիմը, ինչպես հասնել արդյունավետության, ինչպես ղեկավարական ճիշտ մեխանիզմներ մտածել եւ շատ այլն։ Ուստի եթե դուք կանգնած եք նմանատիպ հարցերի առաջ կամ պարզապես ուզում եք զրուցել եւ հասկանալ, թե ձեզ մոտ HR-ական ինչ մարտահրավերներ կան,
բան, ուրեմն եկեք զրուցենք։ Իսկ այն մասնագետների համար, ովքեր գտնվում են մարդկային ռեսուրսների կառավարման ճանապարհին եւ ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները, ապա անպայմանորեն խորհուրդ եմ տալիս գնալ եւ նայել մեր HR.edu.am հարթակը, որտեղ բազմաթիվ եւ շատ հետաքրքիր կուրսեր, դասընթացներ եւ սեմինարներ կան HR-ի եւ հավաքագրման շուրջ։ Okay, հիմա եթե մի մակարդակ ներքևից ենք, եթե արդեն չենք խոսում հիմնադրի մասին, այլ խոսում ենք կառավարիչների մասին։ Այն չես կարծում, կառավարիչներ, հիմնադիր, մարդկային ռեսուրսների կառավարում։ Այս երեքի հաջող համագործակցության հիմնաքարերը որոնք են քո մենեջմենթական ու քո ձեռներեցական հայացքով։ Կառավարիչ, հիմնադիր, HR, հաջող համագործակցության հիմնաքարերը, այո։ Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի։ Ինձ թվում է դա ամենակարևորը, որ հիմնադրի ռազմավարություն եւ տեսլական, կառավարիչները օպերացիոն, HR-ն էլ թե մարդկանց հետ աշխատեն։ Հա, ինձ թվում է այստեղ կարևորը որ մեկնեսին չխանգարվի, հա, դե այն նախապայմանով որ իրենք իրենց դիտելիքին եւ գործին տիրապետում։ Հա, եթե իրենց դիտելիքին եւ գործին չեն տիրապետում, եթե չխառնվեն, կքանդվի համակարգը։ Այսինքն այս ինչ որ սկզբունքներ եմ ասում, որոնք որ ստանդարտ չեն, բոլոր իրավիճակների համար չեն։ Այսինքն երբեմն պետք է խառնվել, հա, երբ որ բարձվում է որ կառավարիչը չի տիրապետում որոշ ուղղությունների ինչ որ հարցերին, հա ուրեմն պետք է խառնվել։ HR-ի դերը մեծ է։ Եթե HR-ը կամ հա եւ այլն, այսինքն դա շուտ դոգմաներ չեն, էլի, մասածները կախված իրավիճակներից, բայց հա, այդպես։ Դու ինչ որ լինիաներ, ինչ որ գծեր քեզ համար գտել ես աշխատող թիմի կառավարման մեջ, որ համարում ես, որ ոնց որ դա կարևոր է ու համեմատաբար ավելի տարածված է այլոց շրջանակում։ Դե իմ աշխատելու հիմնական սկզբունքներից մեկը են, որ ես աշխատում եմ ազնիվ լինել թիմի հետ, բաց։ Ընդհանրապես բոլոր հետ եմ աշխատում ազնիվ լինել, դրանց ինձ թվում է այդ բաների մեկ այդ հմտություններից մեկն է, որը որ մենք կորցրել ենք այդ հմտությունը ժամանակի ընթացքում ազնիվ լինելը։ Ազնվությունը, բայց այդ շատ արդյունավետությունը շատ է բարձրացնում։ Կներես էլի ընդհատեմ, կսահմանես ազնվությունը ղեկավարի համար որն է։ Բաց խնդիրներ, նպատակներ դնել ու կոմունիկացնել։ Հա, բաց կոմունիկացնել, հա, ինչ-որ մանիպուլատիվ նպատակներ չունենալ, մոտավորապես դա։ Ունենալ եւ կոմունիկացնել, հա։ Հա, ունենալ եւ հասցնել գաղափար, հա, դա է երևի, հա, բաց լինել, դրանց։ Ու մեր Սասունցի Դավիթը ազնիվ էր։ Դա էպոսի ամենակարևոր բաներից է, չէ՞, էթնոսի ոնց որ կողմնորոշիչներից մեկը հավաքական կերպարն է մեր։ Հա, բայց ինչ որ փուլից մեր մոտ շեղվել ենք։ Այսինքն շուտությունն է դրական կողմ համարվել։ Բանկա, չէ՞, դաս փոքր ժամանակ հիշում եմ, էլի որ ասում են միամիտ եւ շուստրես, հա դե միամիտը ոնց որ բացական էր դիտարկում, հա շուստրին, որը հա խորամանկություն, հա, այդ ես լսել եմ որ մեր հարևան հասարակություններում կա այդպիսի մոտեցում նաեւ նույն իրանական հասարակությունում եւ այլն։ Չգիտեմ որտեղից է, բայց մեր էպոսում չկա այդպիսի բան, էլի մեր էպոսում բաց եւ ուղիղն է, էլի, հա այդ։ Ինչ որ փուլում շեղվել ենք, բայց այդ շատ ուժեղացնում, երբ որ բաց ես լինում, շատ ուժեղացնում։ Ու պատրանքա որ խորամանկությունը ուժեղացնում է, չէ՞, խորամանկությունը կարճաժամկետ է շատ։ Հիմա այդ տենց շուտ բաներ կա որ մոռացել ենք դրա մասին։ Հիմա թիմի հետ աշխատանքի կարևոր կետերից մեկը բաց լինելն է, ազնիվ լինելն է, հա։ Դու որպես ղեկավար պետք է քո խոսքի տերը լինես։ Հա, պետք է կարողանաս ապահովել այդ բանը, որը որ միշտ չի որ հեշտ է, բայց հա, պետք է կարողանաս, հա։ Ու երեք կոմունիկացնես, երբ որ քո խոսքի տերը չես, ինչ եմ ես շատ նկատել, որովհետև հիմնադիրը մենեջմենթը ինչ որ բան է խոստանում, կարող ես իրագործել, հա, կարաս չանես։ Այդ միշտ վատ բան է։ Ասես էլի որ չես արել։ Միշտ վատ բան է դա, կապ չունի թիմում թե բան, երեխայի հետ եւ այլն բոլորի հետ էլ միշտ վատ բան է։ Եթե ինչ որ բան խոստանում ես չես անում։ Ու հա, երևի ազնվությունը լավ նպատակ ունենալ, բաց լինել այդ նպատակի մասին, լավ տեսլական ունենալ, կիսվել այդ տեսլականով, նենց անել որ թիմն էլ կիսել այդ տեսլականը, հասցնել այդ տեսլականը նաև թիմին, հա, ու սկսում աշխատել արդեն։ Այսինքն գաղափարով վարակես, հա։ Հա, հետո օրինակ ծառայել, հա, օրինակ ծառայել, ասենք եթե դու չես աշխատում օրը 18 ժամ, չես կարա նաև ակնկալես որ աշխատողները 18, հա, ժամը 6-ին գնում ես տուն, թիմը ժամը 6-ին գնալ է տուն։ Բիզնեսներ կա 6-ին տուն գնալը կակրած պետք է, չէ՞, Հա, դե մեծ իմ ասած մոդելը ունիվերսալ չի բոլորի համար, հա, մեծ կորպորացիաների համար 2000 աշխատողով կամ 5000 աշխատողով այս սխեման հնարավոր չաշխատի։
կամ կաշխատի ինչ որ առանձնատի թիմերում, ասենք top management-ում կարող աշխատի, բայց ավելի ներքև կարող չաշխատի, վեն, էլի, այսինքն այդ ունիվերսալ չեն։ Այն դե փոքր թիմ է, մեր իշխանա 20-25 հոգանոց թիմ է, ես այդ դրա հիման վրա եմ ասում, բայց top management-ում կարծում եմ կաշխատի այս մեխանիզմը։ Մի բան էլի այդ հարցս եկավ, մեր թեմայի հետ կապ չի, բայց չեմ կարող չհարցնել։ Ասացիր 1200 հանդիպում, հա, տարվա ընթացքում 18 ժամ աշխատել։ Ես տեսել եմ քո աշխատանքը, էլի դու ոնց ես 18 ժամ հասանելի կամ որ մեր չաթերում գրում են ոչ մեկ չի արձագանքում, դու մի անգամից արձագանքես։ Հա, ուզում այս հարցը տամ այդ էներգիան որտեղից։ Նպատակից կարծում եմ, այսինքն եթե մենք էներգիա չունենք, ուրեմն նպատակը սխալ է մեր։ Այսինքն եթե էներգիա չունենք, առողջ զարթում ենք, չենք ուզում վազելով գնանք գործի, կամ չենք հասկանում, եթե հասկանում ենք ինչի համար է արձակուրդը, պետք է չհասկանաս ինչի համար է արձակուրդը։ Հա, եթե հասկանում ես ինչի համար է արձակուրդ, ուրեմն նպատակը այն չի, էլի, հա։ Միշտ ունես այդ նպատակը։ Հա։ Չի կորում։ Եթե կորումը գտնում եմ։ Գտնում ես։ Հա, լինում է որ վակուումային շրջան է լինում, մի քանի տարին մեջ հիմնականում վակուումային շրջան լինում է ժամանակ, երբ որ հասնում եմ նպատակից։ Դա էլ է խնդրեմ, նպատակին հասնել խնդրեմ է, լավ բան չի։ Որտեւ հաջող նպատակ։ Պետք է անես նպատակ լինի, որ չկարողանաս հասնես, ինքն շատ երկար հասնես, դժվար հասնես, եւ այլն, էլի, եթե հանգարց հասնում ես, դե իմ մոտ ամենաարագ հասնելը ոնց որ չլինի 3-4 տարի էր տևում, ամենաարագը, բայց որ հասնում ես, այդ խնդիր է, ինչ որ շրջան վակուում ես ունում։ Լինում է սխալ, օրինակ իմ ամենամեծ սխալներից մեկը էր, որ նպատակը ֆինանսական էի դրել։ Այ որ դնում ես ֆինանսական նպատակ, մոտիվացիա տան գրում այդ առողջ չզում արտանես, իմ մոտ շրջան եղել է, որ ասենք գործը հեշտ չէի սիրում, այդ նույն բանանի ներկրման փուլն էր։ 4 տարի, 5 տարի համար ես այդ գործի մեջ եղա, հա, որպես բիզնես մի շրջան բավական մեծ էր, ասենք 300 արկատուների մեջ էինք, ասենք 7 միլիոն դոլար տարեկան շրջանառություն, բայց առողջ չի ուզում գործի գնայի ու դրան հակառակ գնում էի, ամեն առողջը մի 7-ին գնում էի, առողջ 7-ին։ Ասենք այդ COVID-ի տարիներին 20 թվականը եւ ստաբիլ մեր գործընթացը որ 7-ին պետք է գնայի, 7-ին գնում էի մինչեւ ժամը 2-ը առանց ընդմիջման, հետո ընդմիջում օրվա երկրորդ ես էլի այդ գործով կամ կարող այլ գործերով կենտրոնանալ։ Հա, ու այդպես պատժվեցի վերջում, որ բան եղավ, էլի չսիրած գործը։ Դե ընկերությունը գնաց սնանկացման, հա։ Այսինքն այդ բան եղավ, էլի, ու այնց հետո որ վերլուծում եմ, այդ ոնց որ նպատակից հա, եթե դու պետք է չանես այն ինչ որ չես սիրում, երբ որ անես վերջը վատ է լինում, էլի, այսինքն փողն էլ որպես նպատակ այդքան լավ չի։ Փողը պետք է լինի հետևանք, ոչ թե նպատակ։ Արժեքը դնես նպատակ։ Հա, փողը հետևանք պետք է լինի, միջոց պետք է լինի եւ այլն, բայց ոչ նպատակ։ Երբ որ դնում ես նպատակ, դեգրադացվում ես։ Դու որպես մարդ դեգրադացվում ես, եթե համաձայն չես այդ դեգրադացման հետ, ուրեմն պրավալ ես տալի գործը։ Այսինքն նպատակը ինքը գումարի մասին չի, նպատակը ինքը արժեքի մասին է։ Այո, որին պետք է միջոց ծառայի գումարը։ Այսինքն եթե գումարը քո նպատակում ինքը դեր չունեցավ, դու դառնում ես բարեգործ։ ՀԿ բարեգործական բանն եւ այլն, դա էլ է սխալ, այսինքն Հայաստանում միտում կա, որ վախենում են գումարից, ամաչում են գումարից կամ չգիտեմ։ Դա էլ գալիս է մեր մանկությունից, մենք փողը ձեռը կեղտ է, այն հարուստները սերիալ կա, բագաչի тоже плачут, նա սերիալ կա, չէ՞։ Դա ասենք այդ որ շարունակեմ այդ տրամաբանությունը, ասենք այդ սոցիալիստական գաղափարախոսությունը, որը որ մեզ որպես կապիտալիստական հասարակություն շատ վնասում։ Ու դες կա մի շերտ կա, որը որ փող չի սիրում։ Ես նկատում եմ, այսինքն դու մանր ֆիզիոլոգիական բաներ նկատում ես, օրինակ, այտենց մասնայտին գումարը տալիս ես, ասես գցում ես տեղ։ Չի վերցնում, չի բանանում, այսինքն մեղվում է գումար ասելուց։ Հա, ամաչում է գումար ասելուց եւ այլն, այսինքն մեր մոտ հսկայական զանգված կա, որոնք որ մենտալիկ աշխարհ են փրկում, հա, բայց այդ աշխարհ անտառ են տնկում։ Հայաստանում այնց մի տիպիկ օրինակ եմ, իրենց խնդիրը Հայաստանում անտառը տնկելն շատ կարևոր գործ է եւ այլն, բայց այդ անտառը չեն կարող տնկել առանց փողի, չէ՞։ Բայց իրենք ամաչում են փողի մասին խոսեն, վախենում են փողի մասին խոսեն, հետեւաբար չեն կարող աշխարհ փրկել։ Այսինքն ու ես նույնիսկ գործարարներ եմ ճանաչում, որոնք որ մի կողմից պետք է փող աշխատեն, որտեղ մեծ թիմ ունեն, բան, պետք է սպասարկեն, կամ պետք է լավ դու ամեն ինչ սպասարկես, բայց մյուս կողմից էլ իրենք ամաչում են ասեն, որ իրենք փողի համար են աշխատում։
նաև գումար են վաստակում, լավ sense ասեմ, իրենք ամաչում են այդ մասնասան։ Ուտեղ անձի երկվություն կա, իրենք մի կողմից ասում են, որ sense հանուն ազդի են անում եւ այլն, էլ հոп գալիս է մտ լավ մեզ չեք են տալիս, բայց իրենք լավ էլ բիզնես են։ Հա, բայց ուտեղ երկվություն է գնում, դիմացինը մոտ կոգնիտիվ դիսոնանս է տալիս։ Այսինքն եթե սկզբից դու ասես բիզնես եմ անում, նորմալ է, վերջում էլ չեք կներկայացնես, բայց դու ասում ես ազդի եմ փրկում, վերջում հոպ չեկը մեծ է։ Հա, բայց ինքը ինչու է այդպես անում, որտեղ ինքը ամաչում է նրանից, որ ինքը գումարի մասին պես պետք չի ամաչել։ Ես այս ամեն ինչը ասում եմ, այս նման տիպ խնդիրներ իմ մոտ էլ կան։ Ես լավ եմ պատկերացնում եմ, ու այդ խնդիրները այնց շատ է խանգարում նաև այդ խնդիրները, հա։ Okay, եթե հետ գնամ այն ինչ որ ասիր, ես ամփոփեմ իմ բառերով, դու ասացիր կարևորը նպատակ ունենաս, դե բնականաբար իր բոլոր քարքարոտ ճանապարհներով եւ նպատակը թիմին տեսանելի դարձնես, հա, ազնիվ լինես թիմի հետ, անգամ եթե խոստումներդ չես իրականացնում, թիմը դրա մասին տեղյակ լինի, բաց լինես կոմունիկացիայի մեջ, էլի ունես ինչ որ մենեջմենթական հիմնաքարեր, որ աշխատել է քեզ մոտ կամ քո ճանաչած ծառայությունների մոտ։ Իմ մոտ աշխատելով, օրինակ ես նախընտրում եմ բաց թողեմ չվերահսկեմ։ Իմ նպատակը տա մոտիվացիան տա չվերահսկեմ։ Միկրո մակարդակով չիջնես մարդու գործին։ Հա, չմտնում, չհետաքրքրում, վստահ եմ։ Հա, կարևորն է վստահ լինել, ու միշտ վստահում եմ։ Միշտ հաճախ սխալվում եմ, շատ հաճախ եմ սխալվում։ Հա, այդ top management-ի հարցում հատկապես շատ եմ սխալվում։ Բայց մեկը վստահում ես։ Հա, մեկը վստահում եմ։ Ինչ սկզբունք է դրա հիմա։ Բան կար, որն էր, չեմ հիշում, ժամանակին կարտացի դուրս եկավ, դες ֆիքսեցի Ալեքսանդր Մակեդոնացին էր, որ ասում է բժիշկը իր ընկերներ, բժիշկը վերում ուտելիք կա, թե դեղա տալիս, կողքից հուշում են, ասում են հա ինքը քեզ ուզում է թունավորի, մեկը խմում է այդ տեղը, ասում են բախի խմեցիր, ասում է ավելի լավ մեռնեմ, քան թե իմանամ իմ ընկերը որ ինձ ուզում է թունավորի։ Հա, ես ոնց որ այդ սկզբունքով եմ ես գնում առաջ, ավելի լավ է սխալվեմ, քան թե անգնեմ ամեն մի մարդու կասկածեմ, այդ թվում նաև լավ մարդկանց կասկածեմ, որ հետո մեղքի զգացում ունեցա, ունեմ, որ այս մարդուն ես ստից տեղը անիմաստ տեղը կասկածում եմ։ Այսինքն իմ մոտ այդ սկզբունքն է ու դրա պատճառով հաճախ սխալվում եմ։ Մեկ իմ մոտ ավելի լավ է ստացվում կադրերին աճեցնել, քան թե աճած կադրերը վերցնել։ Շարունակություն է, հա, էլի եմ դեսել այդ միտքը տարբեր է։ Իդեպ այդ չվստահելու մյուս գինն էլ է, որ վճարում ես, որ ստացվում է ինչ-որ բայ դու բոլորի աշխատանքը անում ես։ Այսինքն այնքան ես խորանում յուրաքանչյուրի գործի մեջ, որ չէ դու չէ, էլի չէ մարդը, եթե չվստահի, հա դու ասես։ Հա, եթե չվստահի խորանում է, հա։ Եթե չվստահի, պետք է ամեն մեկի գործը իր փոխարեն անի, օրվա վերջում ստացվում է ինքը իր գործից բաց։ Ես իշխան ընկերներ ունեմ, որ իրենք մենակ աճում են, իրենց ավելի շատ աշխատելու հաշվին։ Իրենց սեփական, հա, իրենք ասենք 12 ժամ աշխատում, պետք է աճի, դրա համար 14 ժամ աշխատել, հետո պետք է աճի 18 ժամ աշխատել, հետո 20 ժամ, հետո սկսում է գիրանալ, հետո սկսում է գիշերները չքնել, հետո մեռնում է։ Փառքաստու դեռ ոչ մեկ չի մեռել, բայց ասենք նայում ես 20 տարի տարիքից մեծ է երևում արդեն էլի։ Այդ հա, այդ ինչու, որովհետև ամեն հարց ինքը ու պետք է անի, ու բայց այդտեղ նաև հաշվարկիչ կա, որը սխալ է։ Հիմա տեսեք, ինքը հաշվապահի հարց է անում, չէ՞, հաշվապահի գործազբաղ։ Հաշվապահն ամսական պետք է ստանալ 300,000 դրամ, պայմանական կամ 400,000 դրամ։ Այս գործարարը ամիսը ինտերնետ վաստակում է 50 միլիոն դրամ։ Այսինքն ինքը 49 միլիոն 700,000 դրամ մինուս է գնում։ Որովհետև իր ժամը։ Հա, ինքը ժամով եթե հաշվենք, ինքը չբաժանում ժամերի ոնց որ բարդ կստացվի, բայց եթե մի ամիս հաշվապահի աշխատանք էինք անում, ինքը ուրեմն 49 միլիոն 700,000 դրամ մինուս է գնում այդ։ Բայց այդ իրոք այդպես է, բայց իրենք չեն հաշվում։ Բայց դրա գինը ավելի շատ է, էլի, քան բունը։ Դե իհարկե, հա, շատ ահռելի է, հա։ Ասած էներգիան, լարվել է եւ այլն, հա։ Այսինքն ավելի լավ վստահես մարդուն ինքը աշխատանք անի, քանի սկզբանե չի։ Վստահես ստուդիես, տեսավ չաշխատեց, փոխես, հաջորդին բերես, էլի սկսես վստահել ստուդիել։ Կամ մարդուն ես փոխում, կամ փոխում ես մարդուն։ Ինչպես ցանկացած, այս էպիզոդում էլ ձեզ համար նվեր ունենք։ Խնդրում եմ գնալ մեկնաբանություններ դաշտ եւ պատասխանել հետեւյալ հարցին. Հիմնադրերի ամենատարածված որ սխալն է, որ հանգեցնում է թիմի դեմոտիվացիային, թիմի ներգրավվածության անկմանը։ Գիտեմ, որ հարցը բարդ է, տարբեր բազմաշերտ պատասխաններ ունի, այդ իսկ պատճառով լավագույն մեկնաբանություն գրողին մենք կնվիրենք հենց Վահրամ Միրաքյանի Բիզնես անատոմիա գիրքը։
Okay, երևի վերջին կտորը, որ կուզենամ իրար քննարկենք մշակույթն է։ Այ ես քեզ ասացի ինչ հիմնակարը կա, որ HR ղեկավար հիմնադիր, ղեկավար ուղղակի հիմնադիրն իր հետ լավ աշխատեն, դու ասիր, երբ որ յուրաքանչյուրը գիտի իր անելիքը։ Այսինքն մի անելիք կա, որ կազմակերպության մշակույթն է, ուժեղ մշակույթով թիմերը, առողջ մշակույթով թիմերը մինչև 3 անգամ արդյունավետության են հասնում, էլի մինչև 3 անգամ։ Ուզում հասկանամ մշակույթի առաջադրանքը քո կարծիքով ում ուսերին է դրված։ Հիմնադիրի, որտեղ թիմը չի կարա այլ մշակույթ ունենա, կան հիմնադիրը։ Ես օրինակ իմ սիրած զբաղմունքներից եմ մտնել ընկերություններ, նայել սպասարկումը թիմին, աշխատողներին ու ըստ դրա վիզուալիզացնել հիմնադիրի կերպարը։ Ու հաճախ համընկնում է։ Լուրջ, հաճախ համընկնում, հա, միշտ եմ անում, ասենք միշտ որ գնում եմ, ինչ-որ տուրիստական ընկերություն, պարենական օրինակ եմ, կամ հյուրանոց, կամ տուրիստական, գնում եմ նայում սպասարկումը ոնց է մոտենում, ինչ տեսակ մարդ է ընդունված գործի, ինչ հագուստ է հագնում այդ մարդը եւ այլն, ու այդ ամեն ինչի հիման վրա վիզուալիզացնում եմ այդ բիզնեսի հիմնադրին, ու ասեմ որ երևի 80%-ով համընկնում է։ Մեծ ընկերություններ մեկ-մեկ չի համընկնում, դա էլ նաև հասկանում նրանց է, որ հիմնադիրի ու սպասարկման շերտերը շատ են, կարող ասենք top management-ի մշակույթն է օրինակ ասնում։ Բայց մեկ-մեկ մեծ ընկերություններում մշակույթը միջև ներքև գնում է, ու ասեմ այդ ամենահաջող ընկերություններն են։ Երբ որ այն ամենը ներքևի level-ում, չգիտեմ, սոցիալական շերտերով եթե ասեմ ներքև սխալ եմ, չի ասեմ, բայց սուբորդինացիան, հա, ամենա շերտերը նայում ես այդ աշխատակիցները նման են հիմնադիրին։ Հա, ու մեծ ընկերություն է, ասենք 2000, 1500 աշխատող մեծ ընկերությունները։ Երբ որ արժեքային միքսը հիմնադրի արժեքային միքսը գնում է մինչև վերջ, էլի, եթե հիմնադրի արժեքները բուրգով մինչև վերջ իջնում են, ամենահաջող ընկերությունները դրանք են։ Ես ունենք շատ այդպիսի օրինակներ եմ տեսել, բոլոր հաջող ընկերությունները այդպես են։ Կա որ այդպես չի գալիս, ասենք գալիս ինչ-որ մի կետից կտրվում է, հետո այլ մշակույթ է իջնում ներքև, հետո փոխվում է բան։ Ինք համատաբար այդքան հաջողակ չեն, այդքան արագ չեն աճում, այդքան միահամուռ չեն, այդքան միանման չեն, ոնց շատ նույնիսկ հակնում, նույնիսկ ֆիզիոլոգիապես մեկ-մեկ նմանացնում հիմնադրին, ոնց են կին ու ամուսին մեկ-մեկ ասում են, չէ, տարիներ ընթացքում, հա, ես մարդկանց նալուց ֆիզիոլոգիապես էլ եմ նմանացնում, որ հա, դենց հետաքրքիր խոսքով, վարքով, հա, կա տես։ Իմ սիրած բաղունքներից է այդ, հա, հա։ Դա մի հատ ես էլ դրան շատ ուսում գտարցում։ Իդեպ ստեղ որ ասիր կա որտեղ չի հասնում, այդտեղ HR-ն է գալիս, երեք ինձ ձեզ մոտ հարցնում են, էլի։ Հա։ Ընդհատում է լինում, ստեղ մայքը պետք է մանեն։ Սիստեմի պատասխանատուն HR-ն է, ասում HR-ը տենց ֆանտաստիկ հնարավորություններ չունի, ինքը մշակույթ ստեղծի։ Նախ մշակույթը ինքնաստեղծվող է, սկսենք այդտեղից, բայց ինքը այո, առաջին հերթին հիմնադրի գլխում։ HR-ներից գիտեք, հիմա HR չունեմ, բայց HR-ներով ինչն է ցավոտ եղել իմ մոտ, մի քանի փորձ ունեցել եմ, HR դառնալ թիմի advocate, հա, իմ մոտ, այսինքն իր հիմնական խնդիրը թիմի շահերի պաշտպանություններ ու հաճախ անարտար։ Ու շատ անառողջ մթնոլորտ էին մտցնում, այսինքն HR-ը բացական տենց օրինակներ ունեմ, էլի անառողջ մթնոլորտ էին մտցնում, որովհետև թիմում կար որոշակի անառողջ տարեր, այդ անառողջ տարերը իրենց ազդեցությունը տարածում են HR-ը, HR-ը գալիս իմ մոտ դառնում է այդ մարդկանց դեսպանը, ու ասենք ինչ որ մի շրջան, քանի որ վստահում ես HR-ը մեխանիկորեն, մի շրջան սկսես հավատալ իրենից դիրի աշխատել, հետո զգում ես որ ընկերությունը քանդում ես արդեն, էլի։ Հետո HR-ն հանում ես ամեն ինչ առողջանում։ Այսինքն այդ խնդիրն էլ առաջանում։ Մենակ HR-ն էլ չիդեալականացնենք, էլի, այսինքն այդտեղ շատ խնդիրներ են։ Ես միշտ ասում եմ յուրաքանչյուր մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ մի ոտքով կանգնած է թիմի հետ, մի ոտքով բիզնեսի հետ։ Իդեպ ասեմ քեզ, ինչքան սինյորանում ես, ինչքան խորանում ես մարդկային ռեսուրսների կառավարման մեջ, այդ բիզնեսի ոտքը սկսում ես ավելի լավ սեղմել, ավելի ամուր սեղմել, սկսնակ ժամանակ ավելի թիմի հետ ես, ավելի մասնագիտական հասունացման ժամանակ բիզնեսի հետ ես, բայց այս բալանսը ահա որ դժվար է պահելը։ Ու ստեղ սխալները իրոք կան, էլի, ես էլ չեմ իդեալիզացնում, որովհետև ինձ հետ էլ է եղել։ Ում այդ երկարը շփումը գնում ես այդ խմբի ազդեցությամբ, այդ թրեփի մեջ ես գնում, էլի։ Բան է, հաշտարարի գործ է, էլի, ոնց որ նաև այստեղ։ Դժվար է, այդ բալանսը պահելը դժվար է, ինքը գիտելիք էլ է պահանջում, որովհետև բիզնեսի հետ լինել նշանակում է բիզնեսը ուղղությունով պատկերացնել, իսկ դա լիքը գիտելիքների միքս է, էլի։ Համել հիմնադրին էլ հասկանաս, մենեջերներին էլ հասկանաս, բարդ է իմ կարծիքով։ HR-ը շատ ավելի բարդ է, քան առաջայացքից ոլորտում պատկերացնում։ Հետո ցավոք սերտի Հայաստանում այդ բանով ես գիտեմ որ արտասանում կա coaching level-ի HR-ներ արդեն որ ասենք անհատական coaching-ի, հա, այդ level-ի բան չկա Հայաստանում, դա էլ է որ շատ բան այդ level-ի HR-ներ չկան։ Օրինակ ավելի շատ հոկեբան coach են, էլի, ավելի շատ արդեն փոխվել է։ Այս վերջի տարիները փոխվել է Իրաքյան։ Հա, արդեն այս բանը որ դու ասացիր, առնվազն 2-3 HR-գից
coach մասնագետ իմ աչքին եկավ, այ հենց նոր սրանից առաջ էլ խոսում ենք նրա մասին, Էդիլյանը ասեց, ասում է ղեկավարների բարեկեցությունը 70%-ով ազդում է աշխատակիցների մնալու ու արդյունավետ աշխատելու վրա, այս վերջի ստատիստիկաներն ու ասում է HR-ների համար առաջնային խնդիր է դառնում այդ հոգեբանական, coach-ի, մենթորի հմտությունը միքս ունենա, որ ղեկավարների բարեկեցությունը կարողանա ապահովի, էլի։ Խեղճ HR էլի, բոլոր կողմերից։ Այս բանկը լավ սերիալ կա միլիարդ ինտեղ մատ ուժեղ HR կա, HR coach այդ կերպարը։ Հատ նայ անպայման այդ միլիարդի հա բիզնես մասն սերիալ է, առաջին 2-3 սեզոնը լավն է, հետո վատանում է, բայց պես բոլոր սերիալները։ Հա, այնտեղ շատ ուժեղ մի հատ coach HR-ը կերպար կա։ Ինչ ձև։ Էլի որ դες բալանսավորում է, ինքը միլիարդը տիրոջ հետ աշխատում։ Ու իր ամուսինն էլ դատախազը, որ այդ միլիարդը տիրոջ պետք դատում է, դες հետաքրքիր։ Գլխավոր կերպարներից մեկն էլ ինքն է, հա, դες բան շատ լավն է։ Գնայեմ։ Okay, Միրաքյան ջան, վերջին հարցն եմ ուզում տալ, քո կարծիքով ղեկավարների, լայն իմաստով ղեկավարների, որ սխալն է, որ ամենաշատն է բերում ընկերությունների կործանմանը։ Այս կոնտեքստում։ Կործանմանը, ասեմ, կործանման մի քիչ շատ խիստ է հնչում, բայց ինձ թվում է մարդկանց չվստահելը, շատ է խանգարում։ Մարդկանց չվստահելը շատ է խանգարում ընկերություններին աճելու զարգանալու համար։ Մեկ, երկրորդը սխալվելուց վախենալը ու նաև թիմին պարտադրելը, որ չսխալվեն, այսինքն մշակույթ դնել, որ սխալվել չի կարելի։ Որ էլ HR ու հիմնադիր ոնց որ մշակույթի մեջ է, այդ որ թույլ չեն տալիս սխալվել, դա էլ է շատ խանգարում աճին, եւ երրորդը մեր մոտ համարձակ չեն հիմնադիրները, այսինքն գլոբալ չեն մտածում ու ամբիցիոզ չեն։ Ամբիցիոզ չեն Հայաստանում, կատաստրոֆիկ ամբիցիոզ չեն, ես ապշում եմ անընդհատ էլի բիզնեսների հետ շփվելուց։ Ամբիցիոզությունը ոնց կսահմանես, ավելի ծնկտել։ Նպատակ դնեն 1 միլիարդ դոլարից ընկերություն ստեղծել, նպատակ դնեն 50 երկրում արտահանել, նպատակ դնեն, ասենք չգիտեմ, լինել ոլորտի առաջատարը եւ այլն։ Մեծ մտածել։ Հա, չէ, ասենք իրենց քաղաքով, բան Երևանի, բան ինչ որ մի level կա, որ հարևաններից հենց բարձրանում է բանը սոցիալական այդ ստատուսը, հա, վերջ։ Արդեն այնտեղ ռելաքս են լինում, հանգստանում են, դրանց ինքնաուսի կամ գնում առաջ կամ չի գնում, էլի, բայց պետք է ամբիցիոզ լինել, այդ որ Միացյալ Նահանգներում եմ շատ տեսնում, այդ Սան Ֆրանցիսկո եւ այլն, որ այնտեղ ասենք բոլորի նպատակ, ասում բոլորի նպատակ միլիարդն է, բանի ֆիլմում կար, չէ՞, Ցուկենբերգի, որ ասում միլիոնը ոնց որ բան չի, հետաքրքիր չի, հա, հետաքրքիր չի, միլիարդն է հետաքրքիր, հա, հիմա ասենք միլիարդ հետաքրքիր չի, 10 միլիարդն է հետաքրքիր կամ 100 միլիարդն է հետաքրքիր, այդ միտումն է գնում Միացյալ Նահանգներում, ասենք բոլորը նստած բանն ուտում, ասենք ինչ անունը չոր հաց են ուտում, բայց միլիարդի մասն է երազում, իսկ Հայաստանում երազում են 1-2 հատ բնակարան, ճամփորդել տարին 2 անգամ ու չգիտեմ, մեքենա 1-2 հատ եւ այլն, այսինքն ամբիցիոզ նպատակներ շատ քիչ են, որ մեզ որպես գլոբալ կազմակերպություն շատ է խանգարում, որովհետեւ մենք գլոբալ ենթակառուցվածք ենք ստեղծում, ասենք հիմա 24 քաղաքում մասնաճյուղ ունենք, այդ ենթակառուցվածքը ում է պետք է նրան, ով որ ուզում է գլոբալ բիզնես ստեղծի։ Եթե չես ուզում դու 25 երկրում էքսպերտ անես, մանտաշանց ուրեմն քեզ պետք չի։ Բայց մեծ մաս չեն ուզում։ Հայաստանում, ես չեմ ասում Ամերիկայի մասին, Կալիֆոռնիայում բիզնես եմ անում, Կալիֆոռնիայում ունեն շուկա է, որ մենակ Կալիֆոռնիայում կարող 10 միլիարդանոց բիզնես Նույնիսկ ստացնեն։ այնտեղի հայ գործարար mindset-ը ուրիշ է, քան Հայաստանում։ Հա, այնտեղ նույնիսկ այնտեղ ուրիշ է, բայց այնտեղ մեկը էլ է ամբիցիոզ չեն, այնտեղի level-ով ամբիցիոզ չեն։ Բայց այնտեղ $100 միլիոն հասնում են ու կանգնում են, էլ չեն ուզում աճեն։ Այնտեղի $100 միլիոն, այստեղի $10 միլիոն է։ Օրինակ, էլի մոտավորապես։ Հա, հասնում են դրան ու չեն ուզում դրան։ Հա, մասշտաբներն են ուրիշ, էլի, հա, այնտեղ էլ ասենք միլիարդանոց երազող, ասենք 50-ից մեկն է որ միլիարդանոց ընկերություն ուզում ստեղծ, հայ։ Բայց միլիարդը բանն է, էլի, բիզնեսի մեջ միլիարդը օլիմպիական ոսկին է։ Գիտեք չէ՞ ինչ ելած որ աշխարհում օլիմպիական չեմպիոններ ավելի շատ կան, քան միլիարդատերեր։ Հա, չէ, չգիտեի։ Աշխարհում կենթանի օլիմպիական չեմպիոններ ավելի շատ կան։ Դե ասենք նախորդ օլիմպիադից N+-ից եւ այլն, քան թե միլիարդատերներ։ Ու այդ ինչ է նշանակում։ Նշանակում է որ միլիարդին հասնելը ավելի բարդ սպորտ է, քան օլիմպիական մեդալի հասնելը։ Այսինքն մարդիկ մեդալ ունենալու ինչ են անում, ասենք չէ, 8 տարեկանից պարապում են, ենթադրենք, չգիտեմ, հունահռոմեական անդշամարտով, հա, 25 տարեկանում, ասենք 15-20 տարվա մեջ նոր իրենք հասնում են իրենց բանին, օլիմպիական մեդալին։ Այդ նույն դիսցիպլինան ու ջանասիրաբար ու գիտելիքով ու մարզիչով, որը մենթորնա բիզնեսում, չէ՞, մարզիչով կամ քոուչը կամ HR-ը, չգիտեմ, մարզիչով աշխատելը ոչ մեկ օլիմպիական մեդալ առանց մարզիչ չի հասնում, չէ՞, բայց բիզնեսում մարդիկ ուզում են
մեծ բիզնես կառուցեմ, բայց մենթոր չեմ վերցնում, քոուչ չեմ վերցնում, այդպես չի ստացվել ուղղակի, հա։ Այսինքն բիզնեսում միլիարդը հասնելն ավելի դժվար է, քան օլիմպիական չեմպիոն դառնալն, էլի։ Մեդալ, եթե չեմ սխալվում, օլիմպիական մեդալ կարևոր չի, ոսկի արծաթե բան, բայց գլոբալ միլիարդատերերն ավելի քիչ են։ Հենց որ ով որ ուզում է միլիարդը հասնել, պետք է հաշվի առնել, որ ինքը ավելի ծանր ու լուրջ աշխատանք անելու, քան թե օլիմպիական չեմպիոն դարձավնել։ Մարզաձևի մեջ է, էլի։ Okay, ասիր թիմին վստահի, ասեցիր եղի ամբիցիոզ, հա, մեծ նպատակներ քո առաջ։ Եվ սխալվելու մշակույթը զարգացրած թիմ, հա, սխալվելու մշակույթը։ Խրախուսիվ սխալվելու մշակույթը, հա։ Դա տրենդ է, դե բան են անում, չէ՞, այտենց եթե նախկինում Միացյալ Նահանգներում նույն Միացյալ Նահանգներում եթե նախկինում լոյալ են սխալների նկատմամբ, հիմա հակառակը խրախուսում է որ սխալվեն, որովհետև այլ ճանապարհ չկա։ Սովորելու աճել է, հա։ Կա էլ ինչ-որ բան որ կուզենաս կիսվել։ Դե ասացի էլ այսքան ասեցի նախատեսված էլ ավոլ ասեցի չի։ Okay, հա։ Քեզ մերսի գալու համար, մերսի այն աշխատանքի համար, որ անում ես դու քո թիմը, ֆանտաստիկ գործ եք անում։ Ես շնորհակալ դու էլ, հա, դու կարևոր գործ ես անում, ես HR մշակույթը վերջի 10 տարիներում իսիմիջալ համալսարան HR-ն եմ ավարտել, գիտես չէ, չգիտեմ, գիտես չէ, հա։ Հա, մի 10 քան տարի հեռավոր մի տարվա կուրսեր ավարտել եմ։ Հա, գիտեմ որն է սովորել։ Հա, այն ժամանակ մոդա չէր HR-ը, այսինքն դրանից բացի ուրիշ կուրս չկար էլ այն ժամանակ։ 10-11 թիվներ է թվերն են տարապես, հա։ Հեռավոր կուրսը ավարտել եմ ու հիմա տրենդային մասնակցություն է դարձել HR-ը, դրա մեջ կարևոր դեր ունես նաև դու քո ոլորտով որ պրոպագանդում ես այս հարցը, ինչը շատ կարևոր է մեր համար։ Մերսի Միրաքյան ջան, դե քեզ հաջող երեկո։ Քեզ էլ։